հայտարարություն նախ։ Հնարդ բոլորսը գիտենք։ Ուրեմն, ամսի 10-ին, վաղը չեմ իսուրը, Ղևոնդյանց քահանաների տոնն է։ Այդ օրը քահանաների տոնն է, կարող եք բոլոր քահանաներին շնորհավորել։ Մենք բոլորս այդ ժամանակ սովորույթի համաձայն լինում ենք Մայրաթոմ Սուրբ Էջմիածնում, այնտեղ պատարագ է արվում, մասնակցում ենք պատարագի և ամսի 12-ին սա արդեն 5 շաբթի օրն է պատարագ կա Վարդանանց զորավարած մերոց Սուրբ Վարդանանց նվիրված պատարագ է 5 շաբթի օրը 10:30 կլինի ամսի 13-ին Դյարունդ առաջի տոնն է, որ երեկոյան կրակ ենք վառում, չէ, երեկոյան, 13-ի երեկոյան, իսկ պատարագը կկատարվի ամսի 14-ին։ Այո, շաբաթ օրը նորից 10:30, այսինքն ստացվում է պատարագ և 5 շաբթի օրը, և շաբաթ, և ապա կիրակի։ Ուրեմն Դյարունդ առաջի տոնն է 14-ը, 15-ին բուն բարեկենդան ու այդպես սկսվում է մեծ պահքը։ Նկատի ունեցեք, որ վերջի բաց պատարագը կլինի ամսի 14-ին։ Շատ լավ։ Անուն Հոր և Որդվո և Օգնի Սրբո ամեն։ Սիրելիներ, Հովհաննեսի ավետարանից է այսօր ընթերցվածը 7-րդ գլուխ 37 համար։ Ջրի մասին է խոսում, կենդանի ջրի աղբյուրը, նկատի ունենալով ինքը իրեն, բայց մինչ այդ ասում է մեծ տոնի վերջին օրը, մի փոքր այս տոնի մասին խոսեմ, կամ մինչև տոնը Քրիստոս երբ քարոզում էր, հիմնականում քարոզում էր Գալիլեա նահանգում։ Գալիլեայի նահանգը Երուսաղեմից հեռու էր։ Երուսաղեմը գտնվում էր կոնկրետ Հրեաստանում։ Այդպես են կոչվում այդ ժամանակ։ Հրեաստան և Գալիլեա։ Գալիլեայի նահանգը ավելի բարեբեր էր, ավելի կանաչ, ավելի ջրառատ, իսկ Երուսաղեմի տարածաշրջանը ավելի այսպես անապատային գոտի էր։ Կրոնական իմաստով, հոգևոր իմաստով Երուսաղեմի շրջակայքը Երուսաղեմի ավելի խիստ էին կրոնական իմաստով, Գալիլեայի տարածաշրջանում մի քիչ ավելի ազատ էին։ Երուսաղեմի տարածաշրջանը ավելի պահպանողական էր։ Դրա համար, երբ Քրիստոս գալիս էր նորություններից էր խոսում, նոր բաներ էր ասում, իրեն չէին ընդունում, ինքը խնդիրներ էր ունենում, և հենց այդ տարածքում էլ ի վերջո Տերը խաչվեց։ Ուրեմն Գալիլեայում էր, քարոզում էր, վերջին անգամ դրանից առաջ, որ եկել էր, նորից իր նկատմամբ հալածանք կար, փնտրտուք կար, ուզում էին Տիրոջը բռնել, որպեսզի սպանեին։ Դրա համար ինքը իր առաքյալներին ասում է այդ տոնին ուղարկեց, ասաց դուք գնացեք, ես չեմ գալիս, բայց իրենց ուղարկեց ապահովության համար, բայց ինքը առանձին եկավ, կարելի ասել գաղտնի եկավ, առանց առաքյալների էր այս պահին։ Ինքը մենակով գնաց փորձությունների միջով անցնելու։ Չնայած, որ մինչ այդ այնքան հետաքրքիր հատված կա, ուզում եմ, որ այդ հատվածը անպայման ձեզ ասեմ, երբ որ Քրիստոս առաքյալներ, աշակերտներ ուներ, դրանցից մի մասը չէին հավատում Քրիստոսին։
իր կենդանության օրոք չեն հավատում։ Նաև այստեղ Հովհաննես Ավետարանիչը շեշտում է Հուդայի պարագան, որ Հուդան էլ չէր հավատում։ Ինչև այդ խոսում է անհավատության մասին եւ ասում է Քրիստոս այդ հատվածը ընթերցեմ ձեզ, եթե հեշտ կգտնեմ այս բան։ Խոսքեր է ասում, հոգու մասին է խոսում Քրիստոս, բայց ասում է ձեր մեջ կան ոմանք, որ չեն հավատում։ Չեն հավատում։ Հուդան չէր հավատում Քրիստոսին, ժողովուրդ, դրա համար ինքը գնաց մատնեց Քրիստոսին, որտեղ չէր հավատում, որ ինքը Աստծո որդի է։ Ասում է, քանի որ Հիսուս սկզբից գիտեր, թե ովքեր են նրանք, որ չեն հավատում, եւ ով է նա, որ մատնելու է իրեն։ Չեն հավատում եւ դրանցից մեկը մատնելու է իրեն։ Այստեղ պատասխանն է թաքնված Հուդայի դավաճանական քայլի, այսպես ասենք։ Դրա համար ձեզ ասացի, թե ոչ ոք չի կարող ինձ մոտ գալ, բայց ամենակարևորը ուզում եմ հիշեք, նոր քիչ առաջ ասվածը, դրա համար նրա աշակերտներից շատերը ետ քաշվեցին։ Եվ այլևս նրա հետ չէին շրջում։ Շատերը Քրիստոսի Աստծո հետ էին պտտվում, բայց հավատք չունեին։ Ես սա մեր համար, սա ոչ թե մեղադրելու համար ժողովուրդ, որ մեր հավատն էլ երբեմն պակասում է։ Գալիս ենք Աստծո տուն, պտտվում, աղոթք եւ այլն, բայց հավատքը պակասում է մեր։ Թող Աստված հեռու բայ մեզ այդ տեսակ իրավիճակներից, անհավատությունից։ Թող Տերը ավելացնի մեր հավատքը։ Հիմա տեսնենք ինչ տոնի մասին է խոսքը։ Այս տոնը կոչվում է տաղավարահարած տոն։ Տաղավարահարած վրան խփել, հարելը խփելն է նշանակում, խփել, հարել, հարվածել, տաղավարը գիտեք արդեն վրան է, որ հիմնականում են ժամանակ կառուցում էին ճյուղերից, կամ էլ կարող են կաշի կամ ինչ-որ զգեստի այսպես շորային ինչ-որ բան նյութով։ Քանի որ իրենք 40 տարի անապատով շրջեցին, այս 40 տարվա մեջ իրենք ապրեցին վրաններում եւ մինչեւ հիմա այդ սովորույթը պահել են, գիտեք իրենք շատերը, մեծամասնությունը վրաներ են կառուցում, այսպես վրանի չէ, ճյուղեր են հավաքում կամ սպիտակ շորեր են այսպես փաթաթում, մի հատ դռան տեղ են թողնում բաց, վերևը ճյուղեր են դնում, տարբեր ծառերի ճյուղեր։ Ու դրա մեջ են նստում, դրա մեջ խոսում են, նույնիսկ դրա մեջ քնում են, մարդկանց հետ են հանդիպում այդ շաբաթը։ Նման հետաքրքիր սովորությունն է, որտեղ այդ սովորությունը նաև Աստծո կողմից է իրեն տրվել պատվեր որպես, որ իրենք այդ անելով հանդերձ իրենց սերունդներին պատմեն, թե Աստված իրենց հետ ինչ է արել, իրենց պատմությունը պատմեն։ Հիմա ուզում եմ հակադրություն տեսնեք, որ այն ինչը որ ավանդապար պահվել է, մարդիկ շարունակում են պահել, ու իրենք աշխարհի ամենահարուստ ժողովուրդն են։ Հետամնացություն չի դա։ Ինչը որ հիմա աշխարհի մեծ ուժերը, ովքեր որ դեմ են պետական եկեղեցին, բաներեղություն, պատմական եկեղեցիներին, պատմական կառույցներին, օրինակ ինձ հանդիպած հոդվածից ասեմ, ասում է այն երկրներում, որտեղ որ ժողովուրդը հետևում են պատմական կամ ավանդական եկեղեցիներին, այդ տեղի ժողովուրդը աղքատ են լինում։ Օրինակ են բերում, ասենք թե Անգլիան, որ հրաժարվեց կաթոլիկությունից։ Ուրիշ ևս պետություններ, եվրոպական օրինակներ են բերում իրենք։ Իհարկե սա խաբեություն է, հիմա ասեմ ինչու։ Ասենք Անգլիան աշխարհի չգիտեմ քանի 70% քանի տոկոս է գաղութ է դարձրել։ Եվրոպական պետությունները ինչով են հարստացել, ուրիշ երկրներին թալանել են, մինչև հիմա թալանում են ու դրանով են հարստացել իրենք։ Հիմա ամենապատմական, ավանդական, հավատ պահողը նաև հրեաներն են, բայց ինչի են այդ մարդիկ աշխարհի հարուստները։ Հավատքի հետ կապ չունի ժողովուրդ։ Այսինքն ասում են, որ դառնաք բողոքական ավելի հարուստ կլինեք։ Ամբողջ իմաստը սա է։
Իսկ մարդիկ պահում են այդ ավանդությունները եւ աշխարհի գումարը իրենց ձեռքին է։ Այնպես որ սուտը միշտ էլ այսպես ճշմարտանման սուտը շատերը չիմանալով հավատում են դրանց։ Շատ այդ ավանդությունները իրենք պահում են մինչև հիմա։ Եվ իրենք դրանով տարբերվում են մյուս ազգերից։ Մենք էլ շատ ավանդություններ ունենք եւ դրանով տարբերվում ենք աշխարհի մյուս ժողովուրդներից։ Դա մեր հատկությունն է, դա մեր տեսակն է։ Եվ մենք չենք հրաժարվում դրանից։ Դա նաեւ մեր հավատքն է, որ մաշկի պես է դարձել մեր համար։ Եվ այդ ընթացքում իրենք ինչ են անում։ 7 օր նշում են, սա իրենց աշտանային տոն է, որը նաեւ համընկնում է բերքահավաքի հետ, բերքահավաքի տոնի հետ, իրենք միասին են նշում։ Տաղավարների տոնը եւ բերքահավաքի տոնը միասին նշում են։ Մի շաբաթ հանգստանում են մարդիկ, ամենավերջում հետաքրքիր ավանդություն ունեն, իրենք սովորություն ունեն։ Իրենք գնում են նաեւ այնտեղ Սելովամի ավազանը կար, որ հիմա գնում ես այնտեղ այդ Սելովամի ավազանը էլի ջրեր կան։ Բան այնքան բան է, պատմական բաներ է, շերտեր առաջացել վրան, որ քանդել են Սելովամի ավազանը ահագին ներքև է։ Վերևից նայում ես չինեմ, երևի 20 մետր կլինի բարձրությունը կամ չեմ հիշում։ Կլինի ու ավել։ Այնտեղից ջուր են բերել տաճար։ Տաճար ջուր էին բերում եւ քահանաները ու նաեւ ժողովուրդն էր բերում։ Ինչու, որտեվ հիմա եթե Աստվածաշունչը բացենք 5 կտակարանը, այնքան գրվածքներ կան աղբյուրների մասին։ Իրենց պատմական գրքերի մեջ շատ հիշատակություններ կա աղբյուրների մասին, նույնիսկ անուններով են կոչվում։ Հիշում եք այդ Սամարացի կինը, որ հանդիպեց Քրիստոսին Հակոբի աղբյուրի մոտ։ Տարբեր աղբյուրներ կային, կան աղբյուրներ, որոնք որ դառն էին, կան աղբյուրներ, որ հրաշքով Տերը իրենց ջուր տվեց, տեսեք, օրինակ հիմա եթե մի նոր բնակավայր են կառուցում, անպայման նախկինում թեկուզ ջրի մոտ են կառուցել, առանց ջրի հնարավոր չէ։ Եվ իրենք որ անապատով պտտվեցին, իրենք դի ջուր ունենային, այդ Սինայական այդ անապատը, մյուս արաբական այս տարածքներով իրենք պտտվեցին, դե ջուր չկար։ Այդ ջուրը նաև Աստծուց հրաշքով իրենք ստանում էին։ Դրա համար իրենք նաև ջրի հետ գործողություն ունեին։ Ջուրը կյանք է, ջուրը կյանք պիտի տա։ Իրենք գալիս են արդեն տաճար, ջուր են բերում մարդիկ։ Ու այս ընթացքում Քրիստոս տաճարում է լինում, սա տոնի վերջի օրն է։ Տաճարում մարդիկ գալիս են ինչ են անում, աղոթելով Սաղմոս են ասում, 118-րդ Սաղմոսը, որ ամենաերկարն է Սաղմոսներից, իրենք անգիր գիտեն, ասում էին հալել, հալելը, ալելույայի իմաստով, Քրիստոս այդ ժամանակ կանչում է այդ մարդկանց, կանչում է, ասում է դուք ջրի համար եք եկել, փառք եք տալիս Տիրոջը թեկուզ ջրի համար, բայց 5 տակառում շատ տեղեր կա գրված ջրի վերաբերյալ, որ Տերն է ջուրը տալու եւ այդ խմողը չպիտի մահանա, շատ հատվածներ կան։ Հիմա տեսենք ինչ է ստացվում։ Մեծ տոնի վերջին օրը Հիսուս կանգնած էր եւ աղաղակում էր ասելով բարձր ձայնով։ Մարդիկ ջրի գործողության մեջ են։ Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա եւ խմի։ Ով ինձ հավատում է, ինչպես գիրքն է ասում, նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն։ Մենք հիշում ենք այն Սամարացի կնոջն էլ, չէ, ջրի մասին խոսեց։ Այդ Սամարացի կինը գիտեք ինչ ուզեց իրենից, որ անդադ չգնա ջուր բերի, ասաց Տեր տուր ինձ այդ ջուրը, որ չծարավեմ, երբեք ջուր չխմեմ։ Մշտական հագեցած վիճակ լինի մոտս։ Մենք էլ չէ հաց ուտում ենք, երբեմն հոգնում ենք այդ հացը պատրաստելուց։ Եվ լսել եմ շատ մարդիկ ասում են, Երանի մարդ սովածանար, որ դրանով չզբաղվի, ժամանակ չտրամադրի հաց պատրաստելուն։ Իհարկե Քրիստոս խորհրդանշաբար խոսում էր ոչ թե կոնկրետ ջրի մասին, այլ խոսում էր հոգու մասին։ Սուրբ հոգու մասին էր խոսքը։ Տեսեք ինչ է ասում։ Նա ասում էր հոգու մասին, որին ընդունելու էին իրեն հավատացողները,
քանի որ հոգին դեռևս չկար, որովհետև Հիսուս դեռ փառավորված չէր։ Ոչ թե Սուրբ Հոգին չի եղել, Սուրբ Հոգին եղել է հավիտենական է։ Մարգարեները Սուրբ Հոգուց ներշնչված խոսեցին։ Սա հոգեգալստի մասին է մոտավոր, այսպես ասեմ, որ եթե ես ասում եմ գնամ, իմ փոխարեն, չէ՞ որ առաքյալները կամ քրիստոնյաները ում հետ պիտի շփվեին։ Քրիստոս այլևս չկար։ Աստծո հետ այլևս պիտի շփվեին նրա հոգու հետ, նրա անտեսանելի ներկայության հետ պիտի շփվեին։ Այսինքն սկսվում էր նոր դարաշրջան, հոգու դարաշրջան է գալիս։ Այսպես որ նայենք աշխարհը միշտ ձգտում է նոր դարաշրջանների։ Նույնիսկ դոլարի վրա էլ է գրված, այնտեղ ես հիմա լավ չեմ հիշում։ Novus Ordus Seclorium կարծեմ կներեք, եթե լավ չեմ հիշում ես։ Հակ դոլարի վրա կա։ Նոր աշխարհակարգի մասին է խոսքը։ Քրիստոնեությունն էլ նոր աշխարհակարգ է, մի քանի առումներով։ Այստեղ էլ նոր աշխարհակարգն է Սուրբ Հոգով սկսվում։ Հիշում եք Քրիստոս, երբ որ եկավ իր ծննդավայրը, այսինքն ուր մեծացել էր։ Ոչ թե ծնվել էր, այլ մեծացել էր Նազարեթում։ Եվ այնտեղ երբ որ խոսեց, բացեց Եսայի մարգարեի գիրքը, այնտեղ գրված էր իր մասին։ Ուրերը պիտի տեսնեն, աղերը պիտի քայլեն եւ այլն, հրաշքների մասին էր խոսում։ Եվ Քրիստոս ասաց, այսօր այս ամենը կատարվեց։ Հայտարարեց նոր դարաշրջանի սկիզբ, նոր աշխարհակարգի սկիզբ։ Բոլոր ուզում են նոր աշխարհակարգեր դնել։ Մեր աշխարհակարգը քրիստոնեությունն է։ Մեր աշխարհակարգը Քրիստոսն է։ Մեր աշխարհակարգը մեր հավատքն է։ Իսկ նոր աշխարհակարգերը անդադ հիմնականում Աստծուց հեռու են տանում։ Եվ ամեն մի մեծ ղեկավար կամ փիլիսոփա փորձում է նոր աշխարհակարգ ստեղծել, նոր փիլիսոփայություն ստեղծել, ապրելու։ Բայց մեր աշխարհակարգը արդեն հստակ է։ Ավետարանն է, Տիրոջ խոսքն է։ Հետո է, որ Սուրբ Հոգին իջնում է առաքյալների վրա։ Խնդիրը այստեղ Սուրբ Հոգին, որ ասում է ջուր, ներողություն, ով ծարավե թող գա ինձ մոտ եւ խմի։ Հիշում եք ինչ է երանիների մեջ ինչ է ասվում։ Երանի նրանց, ովքեր քաղցն ու ծարավ ունեն տարբեր, ասենք, արդարության։ Երանի այդ մարդկանց, ովքեր որ նախ գիտակցում են, որ իրենք ունեն, նույն կերպով էստեղ է, եթե մեկը ծարավ է, նշանակում ինքը գիտակցում է, ներսից կա այդ պահանջը ծարավը հագեցնելու, Աստծո խոսքը լսելու, ժողովուրդ։ Տեսակով Աստծո խոսքը լսողները, դրա ցանկացողները դուք եք, որ մեր համար դա ջրի պես է ու շատ կարևոր է։ Եվ դրա համար Քրիստոս ջուրը օրինակ է բերում։ Անապատում մարդիկ ջուր չունեն խմելու, ելուր մնաց լվացվելու։ Որքան կարևոր է։ Այդ մենք որ մեր տանը ծորակը բացում ենք, ջուրը գալիս է, այդ բանը ամենտեղ չկա։ Երբ որ բաժակը տանում ենք ջրի այդ ծորակից խմելու, շատերը տեսնում են, զարմանում են։ Ասում են, սենց բան չկա մեր մոտ, մեր երկրում նման բան չկա, որ ծորակից ջուր խմես։ Այլ գնահատենք մեր ջուրը։ Ուրեմն ջուրը շատ կարևոր է։ Ըստ այդ կարևորության էլ, որպեսզի մարդ հավիտենական կյանք ունենա, այս դեպքում ջրի սիմվոլն է, որ ովքեր ծարավի զգացողություն ունեն, թող գան ինձ մոտ։ Հիշում եք Պետրոս առաքյալները, որ Քրիստոսից հեռանում են, մի մասը, քիչ առաջ որ են սկզբում ասում է, հիմա կասեք ինչի համար է ասում, իրար հետ կապ ունի էլի։ Աշակերտները շատերը ետ քաշվեցին եւ այլևս նրա հետ չեն շրջում։ Հիսուս 12 աշակերտներին ասաց. «Միթե դուք եք ուզում գնալ»։
12-ին ասած։ Սիմոն Պետրոսը պատասխանում է նրան եւ ասում. Տեր, ում մոտ պիտի գնանք, դու հավիտենական կյանքի խոսքեր ունես։ Եվ մենք հավատացինք ու ճանաչեցինք, որ դու ես Քրիստոսը Աստծո որդին։ Հավատացինք։ Ացիակի Հուդայից։ Այսինքն ում մոտ պիտի գնանք, դու հավիտենական կյանքի խոսքեր ունես։ Մեր համար էլ եւս Քրիստոս ինչ է ասում։ Եկեք ծառավեք, եկեք, որտեվ Տերը ինչ ունի, հավիտենական կյանքի խոսքեր ունի։ Տերը չարություն չի տարածում, Տերը նախանձ չի տարածում, Տերը չի բամբասում, նրա խոսքերը հավիտենական կյանքին են վերաբերում մեր հավիտենությանը, մեր հաղթանակին մահվան հանդեպ։ Եվ շատերը ասում են ժողովրդից, որ լսեցին, ասում են սա է ճշմարիտ մարգարեն։ Ուրիշները ասում են սա է Քրիստոսը։ Ուրիշներն էլ ասում են միթե Քրիստոսը Գալիլեայից է գալու։ Չէ որ Գալիլեան հենց սկզբում ասացի ինքը մի քիչ ավելի ազատական մտածողություն ուներ, իսկ Երուսաղեմ ավելի պահպանողական էր։ Դրա համար է որ ասում են Քրիստոս դժվար է տեղից գա։ Քրիստոս եթե ծնվի, պիտի ծնվի Երուսաղեմում, պիտի ծնվի թագավորական ընտանիքում, պիտի ճոխ տեղում ծնվի, շատ այսպես իր ծնունդը շատ մեծ շուքով պիտի նշեն, իրենց պատկերացումները այլ են։ Բայց այստեղ Քրիստոս շատ պարզ, հանգիստ, այն անասունների մսուրը որ կա, մի խոսքով գիտեք որտեղ ծնվեց։ Ու ասում է, չէ որ գիրքն ասում է, թե Քրիստոս գալու է Դավթի սերնդից եւ Բեթլեհեմ գյուղից, որտեղից Դավիթն էր, այնտեղ ծնվեց։ Բայց աշխատանքի բերումով ժողովուրդ, այդ տարածքը ես քիչ առաջ ասացի, դժվար էին ապրում մարդիկ։ Այդտեղից գնացել էին Գալիլեա, Գալիլեայում հնարավոր էր գումար վաստակել։ Արմատներով, գենետիկորեն, տոհմաբանական առումով Քրիստոս Դավիթ թագավորի սերնդից էր։ Բեթլեհեմում ծնված, բայց մեծացավ Գալիլեայում։ Վերջում էլ 3 տարի ապրեց հիմնականում Կափառնայում։ Այդ մասին ուշադրություն չենք դարձնում, բայց այդպես է։ Քարոզության ընթացքում են դեղ ապրել։ Որտեվ Նազարեթում էլ իրեն չկարողացան ընդունել։ Ասում են մեզանից մեկն է։ Երբ ժողովրդի մեջ պառակտում եղավ եւ նրանցից ոմանք ուզեցին բռնել նրան, բայց ոչ ոք նրա վրա ձեռք չդրեց։ Որտեվ ուղարկել էին մարդիկ, որ գային բռնեին Քրիստոսին, եւ ոչ միայն խոսքով բռնեին, այլ բառի բուն իմաստով, ձերբակալել իմաստով բռնեին։ Այդ իսկ սպասավորները վերադարձան քահանապետերի ու փարիսեցիների մոտ եւ սրանք նրանց ասացին. ինչու նրան այստեղ չբերեցիք Քրիստոսին, ինչու չբերեցիք, որ դա տանեին։ Հետո իհարկե կստացվի իրենց մոտ անելը։ Սպասավորները պատասխանեցին ու ասացին. ոչ մի մարդ երբեք այնպես չի խոսել, ինչպես այն մարդը, կամ այս մարդը, հրաշալի կերպով էր խոսում Քրիստոս։ Երբ փարիսեցիները ասում են, դուք եք մոլորվել, ձեզ ուղարկեցին, որ գնայք, բռնեիք, բերեք, գնացիք, լսեցիք, մոլորվեցիք, օտար մարդ դարձաք, ուրիշ մարդ դարձաք, հեղափոխվեցիք։ Շատ լավ, ես այստեղ ուզում եմ արդեն ավարտել, որովհետև նաև Նիկոդեմոսը, գիտեք, այստեղ ասում է առանց իմանալու թե ինչ վատ բան է արել, ոնց եք մարդուն բռնում, առանց ինչ որ վատ մարդ սպանել, ինչ արել, դրան էլ ասում են, միթե դու էլ Գալիլեայից ես, գնա քննիր ու կտեսնես, որ Գալիլեայից մարգարե դուրս չի գալիս, Գալիլեան կապ չունի, ոնց որ Աստծուց հեռու էլ, իրենք տենց են բան արել, գիտեք, նահանգ տարածք էր դարել երկիրը, Հրեաստանը ավելի կրոնական էր, ավելի, ոնց որ հիմա օրինակ գնում ես Երուսաղեմ, կրոնականները ավելի շատ են այնտեղ, գնում ես մայրաքաղաքին ես Թել Ավիվ, այնտեղ այն ԼԳԲՏ-ների կենտրոնն է աշխարհի, ժողովուրդ։ Իրար ծայրահեղություններ են դրանք։ Այդպես էլ այն ժամանակ էր, ավելի կրոնական էին, Գալիլեան մի քիչ ավելի ազատական էր, Սամարիան, որ նախկինում Հրեաստանի բաժին էր եղել, մասն էր եղել, հիմա իրենք
արանքից դուրս են եկել, որտեղ այս Սամարիայում ապրող հրեաները գերության տարվեցին Բաբելոն, հետո այնտեղից որ հետ վերադարձան, իրենց հավատքը շեղվեց, իրենք եկան տեսան իրենց տարածքներում այլազգիներ են ապրում, իրենք սկսեցին ամուսնանալ այդ այլազգիների հետ, եւ հրեաները ասին, որ տաճար են կառուցում, Երուսաղեմի տաճարը, ասին, որ ձեր փողը պիղծ է, դուք պիղծ եք, ձեր հետ մենք կապ չունենք, դուք շուռ տված փոխված հրեաներ եք։ Դրանց փողը չվերցեցին, չկառուցեցին, սամարացիներն էլ իրենց համար տաճար կառուցեցին Քորազին կամ Գարիզին լեռան վրա։ Եվ ավետանի մեջ կա, չի հատված, վայ քեզ Քորազին, վայ քեզ Բեթսայդա։ Այդ Գարիզին լեռան վրա մի հատ տաճար կառուցեցին, նորից հրեական տաճարի պես տաճար, ունեցան իրենց քահանայությունը, իրենք մնացին, մինչև այս վերջերս էլ կան այդ սամարացիներից երևի այնքան են լուծվել պրծել, մի 1000 հոգի մարդ էր մնացել, բայց իրենց այդ զոհաբերությունները անում էին սրանք, արդեն էլի։ Սա ուղղակի այդպես հիշեցի, դրա համար ձեզ պատմեցի։ Շատ լավ, այսօրվա կարևոր թեման կամ կարևոր այս մեղ ասվածը մեր Տիրոջ կողմից ջրի կարևորությունը համեմատելն էր Աստծո խոսքի հետ, ինչպես առանց ջուր կյանք չկա, այնպես էլ առանց Քրիստոսի խոսքի հավիտենական կյանք չկա, որովհետև շատերը կարող են գիտնականներ հասկանալ եւ հասկանում են, որ կա ինչ-որ մեկը, որը որ կարգավորված պահում ես ամբողջ տիեզերքը, ինչ-որ մեկը կա, խելացի մարդիկ գալիս են դրան, ժողովուրդ, գիտնականները գալիս են դրան, բայց քանի որ Քրիստոսին չեն ճանաչում, իրենց մոտ կիսատ է մնում Աստված ճանաչողությունը, իրենք ամբողջական չեն կարողանում ճանաչել, հիմա դրա համար ինչ է պետք, պակասությունը մեր գիտնականների կամ են մարդիկ, ովքեր մենակով կյանքի ճանապարհ են դուրս եկել, իրենք կյանքում հանդիպում են Աստծուն, բայց երբեմն չեն կարողանում ճիշտ մոտենալ, Աստծո խոսքով դի մոտենանք, Աստծո խոսքը կա, Աստծո խոսքը բավարար է մեր փրկության համար, այսօր հրաշքներ նորից պետք չեն ժողովուրդ ջան, որ հրաշքներ են անում, որ մարդիկ տեսնեին հավատան, այսօր դրա կարիք այլևս չկա, ամբողջը տրված է Աստծո խոսքի մեջ կա, Աստծո խոսքով շարժվել, շարունակել, Երանի մեզ եւ թող Տերը մեր մեջ ավելացնի այդ խախսն ու ծարավը դեպի ջուրը, դեպի կյանքի հացը, դեպի Քրիստոս։ Իր շնորհներով ամեն։ Երբ դու մեզ համարձակած այն բարբարով բանալու բերանս մեր կարդալս քեզ երկնավորություն երկել եւ ասել